Ողջույն բոլորին, այսօր կկատարենք շուկայի անալիզ, տեսնենք թե ինչ են ցույց տալիս մեր ինդիկատորները և ինչ կարելի է սպասել շուկայից։ Նախ տեսնենք թե ինչ է ցույց տալիս մեր հիմնական AVG ինդիկատորը։ Այն շատ մոտ է արդեն այն կետին, որտեղից որ հարկավոր է կատարել սպոտային գնումներ և բացել լոնգ գործարքներ, հիշեցնեմ, դա 1 մակարդակն էր լոնգի համար և 0.5 մակարդակը շորտի համար։ Քիչ առաջ մենք շատ մոտ էինք, ցուցանիշը հասել էր մինչև 0.85, ամենայն հավանականությամբ գինը հիմա ցույց կտա ևս մի փոքր անկում, մոտավոր կարելի է սպասել նմանատիպ անկում էֆիրիումի դեպքում մինչև 3700 կամ մի փոքր ավելի ներքև, որի ընթացքում AVG ինդիկատորը ցույց կտա արդեն մեկ ցուցանիշ, որը որ կազդարարի սպոտային գնումների և լոնգ գործարքների բացման մասին։ Ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա հենց այսօր, քանի որ երեկոյան ժամը 12-ին մեր ժամով, այսինքն երբ որ օրը փոխվում է, սպասվում է Դոնալդ Թրամփի հայտարարություններ մի շարք, որոնցից հնարավոր է, որ շուկան նորից ցույց տա անկում կամ աճ։ Ամենայն հավանականությամբ հենց նրա խոսքի ժամանակ կամ մինչև նրա խոսքը շուկան անկում կապրի, սակայն նրա խոսքից հետո շուկան կսկսի աճել։ Մենք սպասում ենք ամենագլխավոր ինդիկատորի մեկ ցուցանիշին, AVG ընդհանուր ինդիկատորի մեկ ցուցանիշին, որից հետո կարող ենք բացել մեծ լոնգ գործարքներ կամ մեծ քանակությամբ գնել սպոտային տարբեր altcoin-ներ։ Անցնենք մեր մնացած ինդիկատորներին։ Մեր DIF ինդիկատորների կոմպլեքսը ցույց է տալիս, որ մենք շատ մոտ ենք այն կետին, որտեղից հարկավոր է բացել լոնգ գործարքներ։ Ընդհանուր առմամբ այս կոմպլեքսը մենք դիտարկում ենք 4 տեսակ ցուցանիշներ, որոնցից մեկը 1 ժամ առաջվա մինիմալ գնի ժամանակ արդեն իսկ ցույց տվեց լոնգ, սակայն մեծ քանակությամբ լոնգ գործարքներ բացելու համար հարկավոր է, որպեսզի բոլոր 4 ցուցանիշները հասնեն լոնգ մակարդակին։ Դա ամենայն հավանականությամբ կլինի այն ժամանակ, երբ գինը ցույց տա ևս մի քանի տոկոս անկում, մոտ 10% անկումը լրիվ կբավարարի։ Ամենահավանական կետերը, որտեղ որ հնարավոր է էֆիրիումի դեպքում տեղի ունենա անկումը, դա 3800, 3700 և ծայրահեղ սցենարի դեպքում մինչև 3600։ Այս մինիմալ գնից մի փոքր ներքև, իսկ այստեղ մինիմալ գինը եղել է 3641։ Ամենայն հավանականությամբ պետք է սպասել հենց այս մինիմալ գնի թարմացմանը, որից հետո մենք կարող ենք բացել շատ մեծ քանակությամբ լոնգ գործարքներ կամ կատարել մեր հիմնական սպոտային գնումները։
Ցույց տանք մեր մյուս ինդիկատորները։ Այստեղ նույնպես 8:30 bid ask ինդիկատորը քիչ առաջ շատ մոտ է եղել լոնգի լավագույն կետին, սակայն հատումը տեղի չի ունեցել։ Հիշեցնեմ, որ այս ինդիկատորի իմաստը հետևյալն է. bid 8-ը, այսինքն 8% խորությամբ գնման լիմիտային օրդերները, երբ գերազանցում են ask 30-ին, այսինքն 30% խորությամբ վաճառքի լիմիտային օրդերներին, տեղի է ունենում շուկայի կտրուկ աճ։ Հարկավոր է հատում կամ հարկավոր է, որպեսզի երկար ժամանակ 1-2-3 ժամ գնման 8%-անոց լիմիտային օրդերները գերազանցեն վաճառքի 30%-անոց լիմիտային օրդերներին։ Տեսնենք նաև Bitcoin-ը։ Այս գծերը ասեմ, որ սրանք լիմիտային կետերն են գնման։ Օրինակ մենք տեսնում ենք, որ $105,000 արժեքի վրա կա 34 միլիոն գնման լիմիտային օրդեր, Bitcoin-ը կարող է հասնել հենց 105,000 եւ այդտեղից ցույց տալ կտրուկ աճ, իսկ Ethereum-ի դեպքում մեծ գնման լիմիտային օրդերներ կան 3800, 3700 եւ 3600 գնային սահմաններում։ Bitcoin-ի դեպքում նպատակը ամսի 10-ի հզոր անկման ժամանակ գրանցված այս երկար ֆիթիլի 50%-ի լրացումն է, որը այս պահի դրությամբ 106,000 է կազմում, այն չի կարող փոխվել, այն 106,000 է, ամենայն հավանականությամբ հենց այս կետերը կլինեն մինիմալ կետերը։ Այստեղ նաև տեսնում ենք 105,000 գնային սահմանում 72 միլիոնի լիմիտային գնման օրդեր, եւ մենք տեսնում ենք, որ այստեղ շատ մեծ քանակությամբ ընդհանուր կուտակված են գնման լիմիտային օրդերներ։ Bitcoin-ը սպասում եմ 106-105,000, իսկ Ethereum-ը 3700, 3600, որից հետո տեղի կունենա թե bid 8 ask 30 հատումը, թե տեղի կունենա AVG-ի long մակարդակի հասնելը, մեկ ցուցանիշը կտեսնենք, թե մեր diff ինդիկատորների կոմպլեքսը ցույց կտա long ազդանշան։ Այս բոլորը համատեղ իրար հետ, երբ որ մենք դիտարկում ենք, մենք ստանում ենք այն լավագույն կետերը, որտեղից կարող ենք բացել ամենալավ long գործարքները, եթե դուք կատարում եք սպոտային գնումներ, այդ գնումները կարող եք ֆիքսել 1, 2, 3 ամիս անց, մինիմալ եկամուտը կկազմի 100%։ Այսինքն, եթե գնեք օրինակ Atom $4 գնով կամ DOT $3 գնով, մինիմալ եկամուտը կարող է կազմել 100%։ Սակայն ավելի ցանկալի է, որպեսզի գնենք մաքսիմալ ակտիվ coin-ներ, altcoin-ներ, որպեսզի նրանք ունենան մեծ աճի պոտենցիալ։ Նմանատիպ coin-ները, ինչպիսիք են Atom-ը, DOT-ը, Solana, BNB-ն եւ Ethereum-ը չեն կարող ցույց տալ նմանատիպ մեծ աճ։ Ethereum-ը օրինակ հիմա
Հնարավոր է, որպեսզի եթե գնեք դուք $3600 աճի մինչև $7000 3-4 ամսվա ընթացքում, դա բավականին հավանական սցենար է, սակայն ավելի նպատակահարմար է, որպեսզի գնեք մեծ պոտենցիալով այլ altcoin-ներ, ինչպիսիք են օրինակ Aptos-ը, Sui-ն, Ondo-ն կարող եմ նշել, Fartcoin-ը կարող եմ նշել, նմանատիպ altcoin-ները ունեն աճի շատ մեծ պոտենցիալ և բոլոր արհեստական ինտելեկտի coin-ները, նրանք նույնպես ունեն շատ մեծ աճի պոտենցիալ, գտեք ձեր համար լավագույն coin-ները և կատարեք spot-ային գնումներ, ձեր համար ևս մեկ անգամ հիշեցնեմ, $3700 և $3600 գնային սահմաններում Ethereum-ը կարող է ցույց տալ իր մինիմալ կետը, որից հետո սկսել գլոբալ աճ 1-2-3 ամսվա կտրվածքով, դրանք կլինեն լավագույն կետերը, որպեսզի դուք կատարեք spot-ային գնումներ։ Ինչ եմ ասում Ethereum-ը, որովհետև այն ընդհանուր բոլոր altcoin-ների համար հանդիսանում է առաջնորդ և բոլոր altcoin-ները հիմնականում հետևում են Ethereum-ին, եթե աճում է Ethereum-ը, աճում են հիմնական մնացած բոլոր altcoin-ները, այնպես որ որպես ցուցանիշ դուք դիտարկեք 3700 և 3600 գնային սահմանը, այդ գնային սահմանին հասնելու դեպքում բացեք long գործարքներ և կատարեք spot-ային գնումներ։ Մեր մնացած բոլոր setup-ները, որոնք որ գլոբալ setup-ներ չեն, արդեն շատ վաղուց ցույց են տալիս long գործարքներ, նրանք միջնաժամկետ setup-ներ են, կարելի է նաև օգտվել այս մյուս setup-ից, այստեղ ամենակարևոր ցուցանիշը, եկեք ավելի մեծով ցույց տամ, սա funding-ն է, funding ինդիկատորն է, այստեղ ամենակարևոր ցուցանիշը long-երի և short-երի քանակն է, մենք հիմա տեսնում ենք, որ բոլոր Binance-ի coin-ների 34%-ը ահավոր շատ մեծ քանակությամբ short-ում են սովորական մարդիկ, դա իրականում վատ է, դա այն ցուցանիշն է, որով որ կարողանում ենք հասկանալ, որ շուկան պատրաստվում է աճի, 57%-ը ուղղակի short-ում են, այս ատրիցիա-լինի, որը որ գրված է, դա նշանակում է, որ մարդիկ short-ում են տվյալ coin-ները շատ ագրեսիվ, ընդամենը 8%-ն է բալանսավորված և ընդամենը coin-ների 1%-ն է, որ ագրեսիվ long գործարքներ են բացել մարդիկ այդ coin-ների վրա, այսինքն այս պահի դրությամբ շուկայի մեծ մասը գտնվում է short գործարքների մեջ տարբեր altcoin-ներում, ինչպես նաև Bitcoin-ում և Ethereum-ում, կան շատ մեծ քանակությամբ short լիկվիդացիաներ, այնպես որ պետք է պատրաստվել, որպեսզի բացենք շատ լավ long գործարքներ և կատարենք շատ լավ spot գնումներ, 105,000 նորից կրկնեմ Bitcoin-ի համար և 3700-3600 գնային սահմանները Ethereum-ի համար, դրանք ամենայն հավանականությամբ կլինեն մինիմալ կետերը, որտեղից մենք կտեսնենք շատ կտրուկ աճ, այնպես որ սպասենք այսօր, միգուցե այդ կետերը հենց լինեն այսօր, եթե ոչ, ապա ես նորից կնկարեմ վիդեոներ և տեղյակ կպահեմ ձեզ, թե ինչպես է ընթանում շուկայի ամբողջ գործընթացը, ինչ կարելի է սպասել շուկայից, այս պահի դրությամբ Ethereum-ը պատրաստ է, որպեսզի ևս 10% իջնի, 5-10% շատ հանգիստ կարող է իջնել, կարող եք օգտվել նաև այս ազդանշանից և բացել short գործարք Ethereum-ի վրա, աշխատելով բավականին
մեծ գումար։ Այստեղ մինիմալ անկումը 3% և $3700 հասնելու դեպքում 5%։ Ես կարծում եմ, որ $3700 դա բավականին հավանական սցենար է և մեծ հավանականությամբ մենք այսօր կտեսնենք $3700։ Այսօրվա համար այսքանը, պատրաստվեք լոնգ գործարքների և պատրաստվեք մեծ սպոտային գնումների։ Բոլորիդ մաղթում եմ հաջողություն և մեծ եկամուտներ։